Երկու հիմնական թեզ է առաջ քաշում Նիկոլ Փաշինյանը: Նա ևս մեկ անգամ բացահայտորեն վերահաստատեց, որ իր ընտրության գլխավոր այսպես կոչված առաքելությունը լինելու է Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության նախաբանից անկախության հռչակագրին հղումը հեռացնելը: Սա այն նույն մարդն է ասում, որը տարբեր հնարքներով փորձում էր մեզ համոզել, թե իբր սահմանադրությունը ինքնակամ է փոխում և դա կապ չունի ադրբեջանական պահանջի հետ: Հիմա այս մարդը անկախության հռչակագրի դեմ իր խաչակրաց պատերազմում բերում է հիմնավորումներ, բառացիորեն կրկնելով Ադրբեջանի պետական պրոպագանդայի և կեղծ պատմագիտության բոլոր նարատիվները: Նա ասում է, որ անկախության հռչակագիրը ոչ թե մեր երկրի ինքնիշխանության մասին է, այլ կոնֆլիկտացին մի փաստաթուղթ է: Ինչ է ստացվում, սիրելի հայրենակիցներ: Նիկոլ Փաշինյանը ըստ էության խոստովանում է, որ արևմտյան Ադրբեջան կոչվածը ըստ էության եկել է Հայաստան, ձևավորել է կոլաբորանտ իշխանություն հենց իր Նիկոլ Փաշինյանի դեմքով և հիմա էլ փորձում է ինստիտուցիոնալ առումով ապալեգիտիմացնել մեր հանրապետությունը, որովհետև եթե նման գնահատական տրվում է անկախության հռչակագրին, սա այլ բան չէ, քան Հայաստանի գործող հանրապետության ապալեգիտիմացում: Դրանից հետո վստահ եղեք, որ Ադրբեջանի պահանջները միայն կմեծանան, որտև եթե դու ապալեգիտիմացնում ես քո պետության հիմքում ընկած փաստաթուղթը, դրանից հետո կասկածի տակ ես դնում թե քո տարածքային ամբողջականությունը, թե քո պետական կարգը, թե այն քաղաքակրթական հիմքերը, որոնց հիմքով ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունը: